Բարև ձեզ սիրելի բարեկամներ, դուք դիտում եք Ամեգլուսի Պոստսկրիպտում հաղորդաշարը եւ այսօր իմ զրուցակիցն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, շնորհակալություն պարոն Սարգսյան։ Ես ուզում եմ այնուամենայնիվ սկսեմ Սիրիայի իրադարձություններից, որովհետեւ Հայաստանում կարծես թե շատ են կենտրոնացած ներքաղաքական խնդիրների շուրջ, իսկ այդ խնդիրը անմիջականորեն եւ հայերին եւ Հայաստանին առնչվում է, հա։ Ռուսաստանը շարունակում է իսլամական պետության դիրքերի ռմբակոծումը, սկզբից 2 շաբաթ առաջ, 3 շաբաթ առաջ դա շատ խիստ բացասական արձագանքի արժանացավ, հա, Միացյալ Նահանգների արևմուտքի կողմից, հիմա կարծես թե վերաբերմունքը փոխվել է, եթե դուք համաձայն եք, որ փոխվել է, ապա ինչու։ Վերաբերմունքը փոխվում է, որովհետև իրենք փաստի հետ են հաշվի նստում, իսկ փաստը եղավ այն, որ Ռուսաստանը ծնկերից ուզում է բարձրանալ կանգնել ոտքի եւ չի ուզում լինել երկրորդական, երրորդական դիրքերի վրա եւ բացահայտ այդ, այսպես ասած, հայտը ներկայացնում է։ Եվ բացի դրանից շատ ճիշտ է վերլուծությունը, որ եթե թույլ տան, որ այդ ԻԳԻԼ-ը իսկապես ԻԼԻՊ-ը ոնց է, ավելի հզորանա, ապա վաղը մյուս օրը կհայտնվի առաջին հերթին Ռուսաստանի տարածքում, ոչ Միացյալ Նահանգների, միգուցե ոչ էլ առանձնապես եվրոպական, այլ առաջին հերթին հենց Ռուսաստանի, որտեղ հնարավորությունները շատ մեծ են, եւ Հյուսիսային Կովկաս, եւ Կենտրոնական Ասիա, եւ ինչու՞ չէ, նաեւ Խորքերում։ Ուստի Ռուսաստանը իսկապես adekvat քայլեր արեց եւ ցուցադրեց, որ ինքը կարող է, հզոր է այնքանով, որ կարող է այդպիսի գործարք կատարել։ Մեկ, երկրորդը, ես համոզված եմ, որ իրենք Միացյալ Նահանգների ղեկավարության հետ համաձայնեցրեցին այն հարցը։ Եթե կհիշեք, ՄԱԿ-ի ասամբլեայի ժամանակ, երբ որ Օբաման հանդես եկավ շատ այսպես խրոխտ ելույթով եւ մեղադրական, ապա ընդամենը մի քանի րոպե հետո հանդես եկավ Սի Ցզինպինը Չինաստանի եւ չպաշտպանեց Օբամային, այլ հակառակը շեշտը դրեց Ռուսաստանի վրա եւ հետո էլ արդեն Պուտինի այդ հայտնի ելույթը։ Ես կարծում եմ դրանից հետո անցավ ընդամենը 1 ժամ, նրանք հանդիպեցին եւ արդյունքը լրիվ այլ եղավ, այսինքն եկան որոշակի համաձայնությունների, առավել եւս որ տեղյակ պահվեց Միացյալ Նահանգների ղեկավարությանը, որ այդ օպերացիան սկսվելու է։ Իսկ ինչ վերաբերում է այդ քարոզչական արձագանքին, ես կարծում եմ դա հասկանալի է, բայց իրականում շատ հստակ է գնում այդ քաղաքականությունը եւ ի նպաստ նաեւ մեզ, որովհետեւ մեզ համար շատ կարեւոր էր, որ մեր հայ համայնքը այնտեղ պահպանվեր, այլ ոչ թե 100,000-ից Սիրիայում հիմա 10-15 հազարն են մնացել, իսկ քրիստոնյա բնակչության եւ հատկապես հայերի բնակչության այնտեղ արկայությունը բալանսավորում է որոշակիորեն եւ վերաբերմունքը քրիստոնյա ժողովուրդների նկատմամբ եւ նաեւ ներքին լարվածությունն է իջեցնում։ Սա շատ կարեւոր է, մենք պետք է դա լավ հասկանանք եւ բոլոր հնարավոր միջոցներով ապահովենք հայ համայնքի այնտեղի անվտանգ գոյությունը։ Այնպես որ ես կարծում եմ, որ այն ինչ որ հիմա արվում է Ռուսաստանի կողմից, ի նպաստ է նաեւ Հայաստանին եւ հայ ժողովրդին։ Իսկ Եվրոպային Եվրոպան ինքը իր գլխին բերեց մի այնպիսի դարդ ու ցավ, որը որ հիմա դեռ շատ երկար չի կարողանալու մարսել։ Ինքնին դա հասկանալի է։ Եվրոպան լսեց Միացյալ Նահանգներին, գնաց նրանց հետևից, երբ որ Իրաքում սկսվեց այդ անիմաստ պատերազմը եւ այսօր արդեն մենք տեսանք, որ Տոնի Բլերը անգամ ստիպված եղավ հայտարարել, որ ինքը մեղավոր է եւ ինքը ներողություն է խնդրում, եւ դա իսկապես սկիզբ դարձավ այսպես կոչված արաբական գարնան, չգիտես ինչ անուններ դրեցին, մարդկանց ամբողջովին այսպես տեղահան արեցին, որոշեցին, որ իբր թե ժողովրդավարություն են բերում, բայց չհաստատվեց։ Իհարկե չէ, որովհետև ախր այդպես արհեստական ոչ մի բան չի լինում։ Այդ մարդիկ ունեն իրենց առանձնահատկությունները, այդ ժողովուրդները սովորել են այլ կյանքին։ Դուք ասում եք, չէ, դա լավ կյանք չի, դուք լավ չեք ապրում, ճիշտ չեք ապրում, պետք է ապրեք այնպես, ինչպես ես եմ ձեզ ասում։ Այդպես չի լինում։ Դրա համար էլ ես կարծում եմ, որ ֆիասկոն եղավ եւ հիմա հատկապես այն, որ այսպիսի քանակությամբ, տեսեք, կազմակերպված է, միանշանակ կազմակերպված է, որ այսքան 100,000-ավոր մարդիկ պատահաբար չեն կարող։ Իհարկե, այն էլ այնքան կազմակերպված են գնում, հա, եւ արդեն հավանաբար ներքին լիդերներ կան, որոնք ղեկավարում են, կառավարում են եւ այլն։ Եվ հետո մի մոռացեք, որ ահռելի ֆինանսներ են անհրաժեշտ, որպեսզի այդքան քանակությամբ մարդիկ կարողանան տեղահան լինել եւ հասնել Եվրոպա։ Այնպես որ կարծում եմ դա շատ բարդ խնդրեմ է դառնում եւ Եվրոպան ուղղակի իր այսպես կոչված տոլերանտ վերաբերմունքը Էլինորից չմարսեց, այսինքն երբ որ հայտարարեցին, որ մենք մուլտիկուլտուրալ ուրեմն քաղաքականություն տավարեմ,
Անգելա Մերկելը ասաց, որ ցավոք սրտի չստացվեց, հիմա էլ չստացվեց այս մոտեցումը, այսինքն դեմոկրատիայի ներդրումը այս կամ այն պետության ներսում։ Սա այսպես ասած այդ էքսպորտը երևի թե անիմաստ է անցկացնել ցանկացած ձևով։ Իմ ունեցած տեղեկություններով իհարկե ինտերնետից զինվորականները Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների այնուամենայնիվ բանակցում են եւ բանակցում են շատ պրոֆեսիոնալ ձևով եւ ինչ որ բանի օթային տարածքների բացելու եւ այլն իրար չխանգարելու դրա վերաբերյալ այնուամենայնիվ բանակցություններ գնում են եւ ինչ որ բանի հասնում են դուք կհաստատեք այդ տեղեկությունները։ Իհարկե, դա բացահայտ տեղեկություններ են, դրանք պաշտոնապես հայտարարվում են եւ ես կարծում եմ, որ դա ինքնին բխում է այն հարաբերություններից, որոնք իրենք հիմա կամաց-կամաց ձևավորելու են։ Երեք ինչ, ես մի միտք պետք է արտահայտեմ, որ վերջ-վերջով այս պահին Պուտինը որքանով էլ նրան սիրեն, չսիրեն, ընդունեն, չընդունեն, Պուտինը հիմա խառնվել է գլոբալ քաղաքականության մեջ, այսինքն ինքը ոչ միայն իր ներքին եւ իր երկրի շահերից բխող քաղաքականություն է վարում, այլ գլոբալ տեսանկյունից արդեն մտել է այն մի ոլորտը, որտեղ որ ինքը ուզում է որոշիչ դեր ունենալ նաև։ Այսինքն տեսավ, որ տեսեք այս կամ այն պետության ղեկավարը կամ եվրոպական կառույցը եւ Միացյալ Նահանգները փորձեցին միաբևեռ աշխարհ ստեղծել, չստացվեց։ Հիմա խառնվել է իրար իսկապես քաոսային իրավիճակի, որքան էլ ասեն, թե դա կառավարվող քաոս է, դա հիմարություն է ներող կրնեք, որովհետև քաոսը մնում է քաոս, հա, եւ այդ քաոսը բերում է միայն ու միայն սխալ եւ վատ արդյունքների։ Ուստի վերագնահատելով այս իրավիճակը ես իհարկե միայն կարող եմ ենթադրել, որ Պուտինը որոշեց նաեւ այս հարցում ինքը իր որոշիչ խոսք ասել եւ պարզվեց, որ ոչ ոք դեմ չի միջազգային այն որ ասում են по большому счету ոչ ոք այսպես առանձնահատուկ իրեն դեմ չկանգնեց եւ չասեց ես քո գործը չի ես ինչ ես անում ինչ ես անում տեսեք Սիրիայի հետ կապված ժամանակին երբ որ իսկապես պատերազմը կարող էր բռնկվել այնտեղ շատ ավելի լուրջ նա հասավ նրան որ քիմիական այդ զենքի հետ կապված համաձայնության եկան եւ այդ քիմիական զենքը Սիրիայից անեցին դա եղավ այն հաջողությունը որով սկսվեց այս դու չեմ ուզում ասեմ հաղթարշավը բայց իր մուտքը այդ գլոբալ քաղաքականության մեջ այնպես որ կարծում եմ որ իհարկե նրանք բանակցում են իհարկե նրանք համաձայնության են գալիս որովհետեւ այլ ուրիշ վիճակ չունեն Սիրիահայերը, հա, որոնք Հայաստանում են, նրանք կվերադառնան իրենց տները, հա, այդպես եք կարծում։ Կարծում եմ, որ երբ որ ավարտվի պատերազմը, շատերը կվերադառնան։ Սիրիահայերը շատ հետաքրքիր հոգեբանություն ունեն։ Եթե նկատել եք, մեզ մոտ հիմա որևէ այսպես դիսկոմֆորտ չեղավ, երբ որ սիրիահայերը եկան Հայաստան։ Շատ ավելի բարեհամբույր ժողովուրդ են, շատ կիրթ ժողովուրդ է եւ այլն, այսինքն մեր ժողովուրդն է, բայց այդ հատվածը շատ հետաքրքիր ժողովուրդ է, աշխատասեր ժողովուրդ է։ Եվ նրանք այնտեղ ստեղծել են իրենց բարիկները եւ հիմա իհարկե իրենց տուն-տեղը պահպանելու ցանկություն ունեն։ Համոզված եմ, որ շատերը կվերադառնան, միգուցե ինչ որ մի մասը արդեն այստեղ կայուն կմնա, բայց կարծում եմ, որ շատերը կվերադառնան։ Եվ դա լավ է, եւ պետք է խրախուսել։ Մյուս կողմից Հայաստանի համար վատ չի, որ նրանք իսկապես լավ չափած ձևած աշխատասեր չէ, նորմալ մարդիկ են։ Հարուստները երբի Հայաստան չեն եկել, բայց արհեստավորներ, չգիտեմ, առևտրականներ եւ այլն։ Եվ նրանք ինչ որ նոր երանգ են ավելացնում մեր հայաստանյան կյանքին, այդպես է։ Իրենք եկել են միջին խավի ներկայացուցիչներն են հիմնականում։ Ես հարուստներին այնտեղի շատ չգիտեմ, բայց Համենայն դեպս այնտեղ երևի չկա այդպիսի բևեռացում, ինչպես մեզ մոտ է։ Այնպես որ դա նույնպես ազդել է իրենց հոգեբանության վրա։ Եւ իրենց այստեղ մնալն էլ շատ կարեւոր է։ Կան ամուսնություններ արդեն իմիջիայլոց, եւ որը շատ գովելի է։ Իհարկե, եթե ոմանք կմնան, բայց ես կարծում եմ, որ համայնքի պահպանումը Սիրիայում դա մեծագույն նշանակություն ունի։ Դա նշանակում է, որ մենք կկայունացնենք նաև մեր համայնքի վիճակը Լիբանանում, ինչ որ չափով Իրաքում։ Այսինքն մենք միջին արևելքում պետք է դա ունենանք, պարտադիր։ Հայաստանի ներքաղաքական իրավիճակից առանձնապես չնայած սահմանադրական փոփոխություններ, չգիտեմ, քարոզչություն եւ այլն, այո, ոչ, ճակատներ եւ այլն, բայց կարծես թե լարված չի։ Համաձայն եք, որ լարված չի։ Ես անկեղծ ասած անգամ ուրախ եմ, որովհետև լարվածությունը, այսպես ասած, ծայրահեղության է բերում եւ այս կողմից եւ այն կողմից։
Եվ ես կարծում եմ, որ ավելի ճիշտ է, որ կարողանանք այն նրանք, ովքեր այո են ասում, թող իրենց կարողությունները, բայց համապատասխան ձևով օգտագործեն։ Օրինական։ Այո, օրինական, միայն օրինական, իհարկե։ Մյուս կողմից նրանք, ովքեր ոչ են ասում, որոնց թվում նաև մեր կուսակցությունն է, հնարավորություն ունենան բացատրելու ժողովրդին, թե ինչու ենք մենք ոչ ասում։ Որովհետև մենք կապրիս չի սա, այսինքն ինչ-որ մի բան ընդդիմադիր ենք, դրա համար իրենց պետք է ասենք ոչ։ Մենք հստակ նշում ենք, թե ինչու ենք մենք ասելու սահմանադրական այդ բարեփոխումներին ոչ։ Ուստի այդ կարողությունները եթե մեզ տրամադրվի, ապա ես կարծում եմ, որ մարդկանց շատ-շատերը կհասկանան ինչի մասն է խոսքը, որտեղ ցավում եմ, որ մեր բնակչության մեծամասնությունը անգամ չի էլ ընթերցում եւ չի էլ ուզում իմանալ, թե ինչ է գրված այդ սահմանադրության մեջ։ Եւ ես ասում եմ, թող իշխանությունները շատ հստակ պատկերացնեն, եթե մասնակցությունը լինի 30-35%, որը կարծում եմ այսօրվա դրությամբ անգամ շատ բարձր թիվ եմ ես ասում, եւ այդ 30-35%-ից ընդամենը 55% ասի այո, իսկ 45 ասի ոչ, դա նշանակում է, որ այդ սահմանադրությունը լավագույնս պետք է ընդունված լինի համարվի 15%-ի կողմից, այսինքն այն նրանք, ովքեր չեն մասնակցել, հիմա չգիտես նրանց կողմ դնես, թե դեմ, որովհետև եթե անտարբեր են, ավելի շուտ դեմ են։ Ուրեմն կնշանակի, որ ընդամենը 15%-ը ընդհանուր մեր ընտրողների ասեց այո։ Իսկ այդպես սահմանադրություն չի կարելի ընդունել։ Սահմանադրությունը դա այն համաձայնությունն է հասարակության հիմնական հատվածների մեջ, որով մենք պետք է դեռ շարունակենք երկար ապրել։ Ձեր կուսակցությունը, ինչպես արդեն ասացիք, դեմ է, չէ՞ արտահայտվել, բայց նա չի մասնակցում ոչի ճակատին, որը ՀԱԿ-ն է ուրեմն կարգավորում, եւ չի մասնակցում նաեւ ազգային փրկության ճակատին, որտեղ տարբեր տեսակի ուրեմն կուսակցություններ եւ հասարակական կազմակերպություններ կան։ Ինչու՞ չեք մասնակցում դրան։ Մենք հստակ հայտարարեցինք, որ մենք գաղափարական ուրեմն տարաձայնություններ ունենք այս նախագծի հետ։ Ասեմ ձեզ պարզ, որ մենք ընդհանուր առմամբ մեր կուսակցության ծրագրում հստակ գրված է, որ մենք կողմ ենք խորհրդարանական կառավարմանը, բայց որովհետև այս նախագիծը թույլ չի տալիս մեզ ասելու, որ դա իսկապես խորհրդարանական է, որ այնտեղ չկան խութեր, որոնք որ շատ վտանգավոր են մեր ապագա զարգացման համար։ Մեր ազգային անվտանգության տեսանկյունից նույնպես խոչընդոտներ են, հա։ Դրա համար մենք ասում ենք զուտ գաղափարական տեսանկյունից մենք դա չենք ընդունում։ Եթե լիներ իրոք այն ինչ որ մեզ է մենք ենք պատի։ Օրինակ ես ձեզ ասեմ, մենք 95 թվականին 6 կուսակցություններով եւ մեր կուսակցությունը շատ ակտիվ դեր է խաղացել, այո, մենք կազմել ենք մեր տարբերակը սահմանադրության, խորհրդարանական, այո, որը պահպանված է առ այսօր, հա, բայց նա դրեք եւ այսօրվա ես նկատի ունեմ զարգացումներ են եղել 20 տարվա մեջ, հասկանալի է, բայց հիմնական սկզբունքների տեսանկյունից եթե դուք փորձեք համեմատել, ապա սարուձորի տարբերություն կա։ Մենք այս պարագայում ո՞ց պիտի գնանք ասենք այո, երբ որ մենք ունենք արդեն մերը, հա։ Այս առումով դրա համար մենք ասում ենք, որ մենք գաղափարական այնտեղ կա հետեւյալը, ոչ որովհետև իշխանությունն է ներկայացնում, ոչ որովհետև իրենք վերարտադրության խնդիր են։ Հա, մենք այդ բոլորը հասկանում ենք եւ ելնելով այդ հանգամանքից էլ ասում ենք, այո, թող լիներ այնպիսի փոփոխություններ, որոնք ի նպաստ են մեզ միայն։ Այ ես օրինակը բերեցի, հիմա կրկնեմ։ Հիմա մեզ բերել հրամցնում են մի փունջ, ծաղկե փունջ, որտեղ մի քանի սիրուն վարդեր կան, մի քանի շուշան կա, հասկանում եք, բայց փաթեթավորման տակ այնտեղ արդեն հոտած ծաղիկներ կան, փչացած, նիպերոյ սվեժեստի այսպես ասում են, հա։ Այդ ամբողջը այնտեղ կա։ Հիմա մեզ ասում են, բայց դե գեղեցիկ վարդեր էլ կան։ Եկեք այդ վարդերի համար մենք այս ամբողջը ընդունենք։ Չի կարելի այդպիսի բան անել։ Քարոզչության վերաբերյալ, հա, ես որքան հասկանում եմ, ուրեմն անվճար եթեր տալու են միայն խորհրդարանական խմբակցություններին։ Խորհրդարանական խմբակցությունները ԲՀԿ-ն, ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն նրանք ասում են այո։ Հանրապետականն էլ առավել։ Հա, եւ փաստորեն դեմ է այնտեղ ՀԱԿ-ը եւ ժառանգությունը, այսինքն այստեղ կլինի դիսբալանս, իսկ մնացածը վճարովի եթեր ոչ բոլորը հնարավորություն ունեն այդ փողերը վճարել։ Այ քարոզչության արդեն մեջ կարծես թե կլինի որոշակի դիսբալանս։ Ուրեմն գիտեք ինչ, այ իշխանությունները երբեք չեն ուղղվում իրենց այն ինչ որ արել են մինչև հիմա։ Այսինքն սա նշանակում է իրենց թուլությունն են ցուցաբերում։ Եթե դուք համոզված եք, որ ձեր այոն ավելի հեշտ է հասցնելու ժողովրդին եւ նա կընդունի, էլի չի եք այդպիսի ուրեմն բաներ հնարել։ Չէ՞ որ բոլորս հասկանում ենք, որ հանրապետականի առավելությունները ոչ միայն
հերոստատեսությունն է, որ իրենք ունեն։ Այլ նաև ադմինիստրատիվ ամբողջ ռեսուրսն է եւ այլն։ Էլ չեմ խոսում եմ ֆինանսական, այո, ամեն ինչը, հա, բանակը, ֆինանսները, հա։ Հիմա դուք նոր մի հատ արհեստական խոչընդոտ եք առաջ բերում։ Ինչու՞։ Որովհետև, ասենք, դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները հերոստատեսությամբ կնստեին ոչ թե կփնովեին այս սրան կամ նրան, այլ կբացատրեին ժողովրդին, թե գիտեք ինչ, այս հոդվածը, օրինակ, ընդունելը կբերի այսպիսի հետևանքների։ Այսինչը այնպես է եւ այլն, դուք վախ ունեք ձեր մեջ։ Դուք գիտեք, որ ժողովուրդը ձեզ չի վստահում։ Դուք գիտեք, որ ժողովրդի բացարձակ մեծամասնությունը չի ընդունում այն ներքին քաղաքականությունը, որը դուք վարում եք։ Հիմա դրանով դուք ուզում եք ձեզ նորից փրկեք, էլի նորից այդ դեպքում կստացվի նորից լարվածություն, որովհետև ես ասում եմ, եթե պետք է ընդունվի այդ 15-20%-ի կողմից, այդ դեպքում էլի սահմանադրության հանրակրվի։ Հանրակրվեն նշանակում է 70%-ը մասնակցեցին առնվազն։ Եվ 70%-ի բացարձակ մեծամասնություն ասեց այո։ Դատելով նրանից դուք վաղուց եք քաղաքականության մեջ, իսկ ես վաղուց եմ լուսաբանում քաղաքականությունը։ Թե ինչպես են անցել 95 թվականի հանրաքվեն եւ 2005 թվականի փոփոխությունները, դուք ենթադրում եք, որ ուրիշ ձևով եք կազմակերպել։ Չէ, ես բացարձակ այդպիսի միամտություն չունեմ իհարկե, հարցը դա չի, բայց ես ուղղակի ուզում եմ ասեմ, որ զգուշացնում եմ նաեւ որ ամեն անգամ իրենք ինչ-որ մի բան ավելացնում են այն նեգատիվ մոտեցմանը, որը կա ժողովրդի մոտ իրենց նկատմամբ։ Եվ մի օր ոնց է լինի, պատմությունը բոլորի աչքի առաջ է, վերջ-վերջով իրողությունն էլ է աչքի առաջ, Մոլդավիան ինչ է անում, այն մյուսը որտեղ ինչ է անում, հասկանում եք, պետք չի բերել ասել են նորից այդ նույն նա ոնց են ասում դրա վրա կանգնելուն, հա, այդ նագրաբլի։ Հա, ես կարծում եմ, որ դա պետք է շատ վաղուց սովորացրած լիներ այս մարդկանց, որ ախր այդ բանը ճիշտ չի, միևնույն ավարտվելու է, կյանքը 5 տարով չի, 10 տարով չի, անգամ 20 տարով չի, շատ երկար է տևում այդ ամբողջը, հետո ինչ եք անելու, ոնց եք մեղագալու, ոնց եք հետո բացատրելու, թե ինչու արեցիք, թե փախչելու եք այս երկրից, թե ոնց եք ապրելու այս ամբողջը։ Նրանք ովքեր 20 տարի առաջ կեղծեցին սահմանության հանրաքվեն, նրանք մեղա չեն եկել Համազգյան։ Համաձայն եմ, այդ էլ դա գալիս է նրանից, ես ասել եմ ինչու, որ ես այստեղ որևէ բան չեմ տեսնում։ Ես կրկնում եմ, չնայած գիտեմ, որ ով ինչից է նեղացել, ոնց է նեղացել, այդ հարցը դա չի։ Մինչև այս 3 նախագաների այսպես ասած էպոխան չավարտվի, Հայաստան այս վիճակից դուրս չի գա, որովհետև մեկը մյուսին լրացնելով են գնացել, այլ ոչ թե փոխել են։ Ռոբերտ Քոչարյանին, երբ որ մենք առաջարկեցինք քաղաքական գնահատական տալ, ինքը չարեց դա, արեց այնպիսի մեղմ ձևով, որ կարելի էր ընդհանրապես դրա մասին չխոսել։ Ինչու, որովհետև հետո էլ ինքը ունեցավ այն ամենը, ինչի վերաբերյալ պետք է գնահատական տրվեր։ Հիմա էլ նույնը եղավ երրորդի ժամանակ, այսինքն դեռ այդ նույն գիծն է շարունակվում, բայց ինչ որ միտեղ ավարտվել է, այսպես ու չի շարունակվում։ Քաղաքական գնահատականը միշտ առաջացնում է վհուկների որսի այդ բանը, էլի, ասենք Արամ Աբրահամյանը առաջին նախագահի մամուլի քարտուղարն էր, ուրեմն գիլյոտինայի տակ նրան մտցրեք, բան արեք, թող գնա։ Այդպես չի, որովհետև եթե գալիս են քաղաքակիրթ իշխանություն է գալիս, ինչի չենք ունեցել ցավոք սրտի 25 տարվա մեջ։ Այդպիսի դեպքեր չեն, վհուկների որս անում են նրանք, ովքեր պատրաստվում են նույն բանն անեն, ինչ որ իրենք են արել, նախորդներն են արել, որովհետև դա հայտնի օրենքներից է։ Ես կարծում եմ, որ քաղաքական գնահատականը հետևյալն է։ Մենք պետք է վերլուծենք այս 25 վերջը մի օր պետք է դա անենք։ Մենք այս 25 տարին ապրեցինք անկախ պետության մեջ։ Որն էր ճիշտ, որն էր սխալ, հանուն ինչի արեցինք, միգուցե իսկապես անհրաժեշտ է հենց հիմա բացահայտել, որպեսզի հապագան մեր ավելի ինչպես իրենք են սիրում ասել լուսավոր դառնա, որովհետև եթե դուք չեք անելու այդ վերլուծությունը, եթե չեք այսօր ներկայացնելու ժողովրդին ձեր սխալները, դուք շարունակելու եք նույն ձևով, ինչպես հիմա եք անում։ Մենք առաջարկեցինք մեր այսօրվա կառավարությանը, ասեցինք դուք ունեք մեծ ահռելի պատասխանատվություն մեր հասարակության առջև։ Պետական պարտքը 5 միլիարդից անցել է։ Բացատրություն տվեք։ Ժողովուրդը պետք է իմանա, այդ հանուն ինչի եք վերցել այդքան պարտ, ինչ եք արել այդ պարտքի հետ, ինչ եք ստացել, ինչ եք պատրաստվում անել եւ այլն։ Ինչ եք կարծում։ Մի տարի, ուղիղ մի տարի անցել իմ հանդիպումից վարչապետի հետ, որևէ այդպիսի արձագանք այդ ուղղությամբ չեղավ։ Որովհետեւ բոլորը շատ լավ գիտեն, թե այդ պետական պարտքը ինչպիսի
ուրեմն ճակատագիր է ունեցել։ Տիգրան Սարգսյանի կառավարության ժամանակ այդ հիմնական պարտքի եւ մնացած բաների ժամանակ նաեւ ոչ բարենպաստ զարգացումներ տեղի ունեցան։ Հիմա Տիգրան Սարգսյանը նշանակել է ԵՏՄ-ի փաստորեն վարչապետ։ Ինչպես եք դա գնահատում։ Այստեղ ենթադրություններ անելը լավ բան չի։ Ես միայն մեկ բան կարող եմ ասեմ, ինձ թվում է, որ Տիգրան Սարգսյանին գնահատեցին որպես պրոֆեսիոնալի, որը չուներ ինքնուրույն քաղաքականություն վարելու հնարավորություն։ Հիմա ինչ որ չափով այդ բանը փորձելու են այնտեղ հնարավորությունը տալ։ Կստացվի, չի ստացվի, չգիտեմ։ Ինչ վերաբերում է ընդհանրապես քաղաքական տեսանկյունից, եկեք հասկանանք նաև հետևյալ մի հանգամանքը։ Ռուսաստանը ուրեմն արևմուտքի հետ դեռ չի կարողանում իր հարաբերությունները կարգավորել, Տիգրան Սարգսյանը գալիս է Միացյալ Նահանգներից։ Ինչու՞ չէ, նաև այս հանգամանքը կարելի է հաշվի առնել, որ նաև Տիգրան Սարգսյանը որոշակի կամուրջիկ կարող է լինել այդ ուղղությամբ փոխադարձ, որտեղ հավանաբար ինքը արդեն այնտեղ ունի իր ճանաչումը, իր հնարավորությունները, ավելի հստակ նրանց հետ խոսելու դա էլ է աշխատում։ Այսինքն Տիգրան Սարգսյանը որքան ընդունված է, ասենք արևմուտքում, այդքան էլ ընդունված է այս պահին ԵՏՄ-ում։ Սա էլ կարող է լինել պատճառներից մեկը։ Իսկ միասնական տարադրամի վերաբերյալ խոսակցությունները, որ նա ֆինանսիստ է, եթե հիշում եք 93 թվականին, երբ որ դրամ էր ներմուծվում, թե ինչպես ներմուծվեց, իմացանք, Տիգրան Սարգսյանը դրա կազմակերպիչներից մեկն էր, որպես Գերագույն խորհրդի հանձնաժողովի նախագահ։ Գուցե այդ ուղղությամբ գնալու համար է պետք նա։ Ընդհանուր տարադրամի ներդրումը այս տարածքում շատ շուտ է դրա մասին ընդհանրապես խոսել, այլ բան է, երբ որ խոսում են ու իրոք կարող են դա անել, ասենք Ռուսաստանի հետ մենք ռուբլով աշխատենք։ Խիստ ձեռնտու է մեզ, եթե լինի։ Այո, Ղազախստանի հետ իրենց տենգեյով, մեր դրամով եւ այլն։ Բայց մենք պետք է այն հնարավորությունը ստեղծենք մեզ համար, որ մեր դրամը իրոք դրամ դառնա։ Այսինքն այսօրվա դրությամբ մեր դրամը ոչ մի կերպ կոծիրովկայի չի ենթարկվում։ Ուստի դա մեր խնդիրն է։ Հիմա եթե ստացվի, որ իսկապես փոխադարձ առևտուրը լինի ազգային ուրեմն տարադրամով, դա լավ է։ Ինչ վերաբերում է ընդհանուրին, տեսեք, Եվրոպան անցավ եվրոյի։ Եվ ընդհանրապես Եվրոմիությունը շատ բան վերցեց խորհրդային միությունից։ Այլ բան է թե ձևի տեսակետից, միգուցե ոչ թե բովանդակության, այլ ձևի տեսակետից շատ բան վերցրեց։ Միավորումը, սահմանների բացակայությունը, միանման տարադրամը եւ այլն, շատ բան է արել։ Բայց նրանք երկար տարիներ գնացին դրան։ Եվ հիմա էլ չեն կարողանա դեռ վերջնական բերեն թարազուի ոնց որ կասեին։ Հիմա դրա համար խոսել հիմա որ ԵՏՄ-ն հələ դեռ չկայացած, պարզ խոսենք, այնպես ինչպես որ իրենք պատկերացնում են։ Միանգամից կարող է անցնել դրան, շատ բարդ խնդիր է։ Այլ բան է, որ Չինաստանի հետ համապատասխան հարաբերությունները, որոնք հիմա շատ լուրջ զարգանում են, այդ դա կարող է բերել այստեղ միասնական ինչ-որ մի տարադրամի, բայց ոչ թե ընդհանուր տարածքի, այլ կոնկրետ այդ երկու պետությունների միջև ընդհանուր տարադրամի գաղափարին։ Ուզում ասեմ, դեռ մի 15 տարի լավագույն դեպքում ինձ թվում է դա պետք է, որպեսզի միանշանակ անցնեն մեկ տարադրամի։ Չինաստանի մասին էի ուզում հարցնել։ Ես մեկ ամիս առաջ մասնակցում էի մեդիա ֆորումին, որը նվիրված էր Մետաքսե ճանապարհին, եւ այնտեղ 70 երկրներից մասնակիցներ կային։ Իդեպ չկային մասնակիցներ Թուրքիայից եւ Ադրբեջանից։ Դա էլ հետաքրքիր դետալ է, հա։ Եվ այնտեղ ուրեմն կուսակցությամբ իրենց կուսակցական համակարգ է, ղեկավարները նույնպես հանդիպել էին այս խմբագիրների հետ։ Իմ տպավորությամբ նրանք շատ լուրջ են տրամադրված ներդրումներ անելու այդ բոլոր երկրներում, որոնք այս բայց կարծես թե Հայաստանի նկատմամբ Հայաստանը Չինաստանի նկատմամբ լավ չի աշխատում առայժմ, այդպես է թե չէ։ Միանշանակ այդպես է։ 25 տարի է մենք այդ բանն ասում ենք։ Մեզ ասում են թե դե Ռուսաստանի հետ եւ այլն իբր մենք էլ միայն ուրեմն կողմնակից ենք Ռուսաստանի հետ փոխհարաբերություններին, այդպիսի տրիվիալ բաներ են խոսում, պրիմիտիվ։ Ասում են, որ Չինաստանի հետ Հայաստանի հարաբերությունները պետք է միշտ զարգացնել շատ ավելի բարձր մակարդակի։ Հիշեք մի փաստ։ Չինաստանը առաջին պետություններից էր, ով Հայաստանում բացեց իր դեսպանությունը։ Ինչու՞։ Բոլորս պետք է հասկանանք, չէ՞, ինչն էր շահը։
երբ որ մենք այս մեր 3 միլիոն բնակչությամբ իրենց մի գյուղը չարժենք, հա? Ուրեմն նրանք ունեին աշխարհաքաղաքական շահ։ Այդ աշխարհաքաղաքական շահը արտահայտվում է նրանով, որ Թուրքիան մեր միջոցով, մեր տարածքով չհասնի իրենց ուйգուրների մոտ եւ այդտեղ ստեղծի մի հատ ահռելի խնդրեմ։ Սա գլխավոր բանն է, շատ այսպես հիմա բարձունակ միտքն եմ ասում։ Մենք ինչու չարեց Չինաստանը այն ինչ որ ինքը ծրագրավորել էր, որովհետեւ պայմաններ չստեղծեցինք դրա համար։ Տեսեք, իրենք վերցեցին մեզ մոտից Նայրիտից գնեցին մեր մի գիծը, տարան այնտեղ մի ահռելի գործարան են կառուցել դրա հիման վրա։ Մենք էլ իբր պետք է ստանայինք այնտեղից 40%-ը, թե չգիտեմ ինչքան տոկոսը շատ։ Չէ, չենք ստանում։ Երբ չենք։ Որովհետև մենք ինչ արեցինք մեր Նայրիտի հետ։ Մենք ինչ վիճակի հասցրեցինք մեր երկրի արդյունաբերությունը։ Այդ մարդիկ ինչի հիման վրա բերեն այստեղ ներդրումներ անեն։ Ինչ վստահություն ունենան, կամ ընդհանրապես, եւ դրա համար ստացվում է, գիտեք ինչ են մի կտոր sense գցել ասել լավ, թող ես գնա, մենակ թե չկորչեն չգնան։ Սա է փոխհարաբերությունների այսօրվա մակարդակը։ Իսկ եթե մենք կարողանանք լուրջ հանդես գալ, որպես լուրջ պարտներ, իհարկե մենք ինչ է նշանակում Չինաստանի համար $1 միլիարդ ներդրում անել Հայաստանի արդյունաբերության մեջ։ Ոչ մի բան, բացարձակ։ Առավել ևս, որ այնտեղ տրիլիոններով դրած են այդ թուղթ փողը։ Իրենց համար դա թուղթ է։ Դուք գիտեք, չէ՞, հավանաբար, որ Չինաստանը այսօր աշխարհով մեկ սեփականություն է ձեռք բերում։ Հողեր են գնում։ Հողը աշխատացնելու խնդիր է։ Չէ, թուղթը ուղղակի դրած են դեռ։ Դե դոլարը իրենց համար դա թուղթ է։ Այ դրա շնորհիվ իրենք գնում են Աֆրիկայի մեծ մասը գնել են արդեն Լատինական Ամերիկայում ահռելի տարածքներով եւ Ռուսաստանը փորձում մտնել, Ուկրաինայի էին ուզում են սևահողը վերցնել եւ այլն։ Այսինքն այդ մարդկանց հետ կարելի է փոխհարաբերել, ոչ թե գային մեր տարածքը գնեին, այլ գային մեր տարածքը ամրացնեին, ավելի ամրապնդեին, այսինքն բերեին ժամանակակից տեխնոլոգիաներին համապատասխան մի քանի ձեռնարկություն դնեին։ Ես պարզապես ուզում եմ ասեմ, որ այդ ֆորումից ես տպավորություն ստացա, որ նրանք հակված են ներդրումներ անել։ Բայց մեր մոտ կա այսպիսի խնդիր, հա, մեր չինովնիկը, երբ որ ես գալիս եմ որպես ներդրող, ասում եմ 1 միլիոն կամ 1 միլիարդ փող եմ ներդրել, մեր չինովնիկը, բա իմ քարը որն ա լինելու։ Այդ մտածողությունը, այդ պրովինցիալ, հա, մեղմ ասած մտածողությունը ինչպես բան։ Այ հիմա կներեք, բայց ես արդեն պիտի դա ասեմ։ Այդ նույնը եղավ Արա Աբրամյանի հետ հիմա։ Ինչ է ասել Արա Աբրամյանը։ Ոչ ոք չուզեց հարցնել, թե էս ինչի համար ասեց, ես եմ ուզում անեմ, եմ ուզում անեմ։ Ըստ էության ինքը տնտեսական ծրագիր է ներկայացնում։ Ասում է, ես տեսնում եմ, որ երկրի վիճակը իրոք շատ ծանր է, ես պայմանավորվել եմ մի շարք խոշոր պետությունների եւ նրանց ձեռնարկությունների հետ, որ նրանք համապատասխան այստեղ ձեռնարկություններ ստեղծեն Հայաստանում։ Ուրեմն դա բացարձակ չհետաքրքրեց ինչու, որովհետև նրանց հետաքրքրում էր քաղաքական հարցը։ Այ ոնց թե, այսինքն իշխանության նկատմամբ ինչ որ մի նոր մարդ է գալիս, որը ասում է ես կարող եմ պատահի, նաև իշխանություն ուզեմ, որպեսզի իրականացնեմ այս ծրագիրը։ Այսինքն ինչի համար է պետք պարլամենտում ունենալ համապատասխան ֆրակցիա, որպեսզի կարողանալ այդ ծրագիրը իրականացնել։ Եթե պետք է կառավարություններ ձևավորել կամ մասնակցել։ Այս պարագայում մի այնպիսի վերաբերմունք, այս ինչը իրավունք չունի, որտեղ քաղաքացի չէ, ինչ ասես չեն արեցին։ Եվ ես ասում եմ, false start տվեցին, որովհետև այս գործողությունները շարունակվելու են։ Թե ինչ է լինելու հաջորդ քայլից հետո, երբ որ նա իր հաջորդ քայլը կատարի, ես չգիտեմ, կրկնելու են այն ամենը, ինչ որ այստեղ ասեցի։ Այդ տեսեք վերաբերմունքը, որովհետև չկար շահագրգռվածություն, որպեսզի այդպիսի ծրագիր իրականացվի։ Մարդը բերեց իր հետ լուրջ Ռուսաստանից եկավ իմիջիալես, դուք տեղյակ եք, որ այստեղ եղավ Չեմիզովը։ Չգիտեմ։ Որովհետև Արա Աբրամյանն էր այդ եկել։ Այսինքն իր նախաձեռնությամբ էր դա եղել։ Որ հետո եկավ մի ուրիշ պատվիրակություն Խոլձինգի ղեկավարի գլխավորությամբ, որը խոսեց Նայրիտը վերականգնելու վերաբերյալ եւ իրենց ցանկությունը չէ, այլ իրենց առաջարկությունները։ Ինչ ենք լռում դրա մասին։ Չեմիզովը ասուլիս տվեց, հարցազրույցներ տվեց, որովհետեւ չթվեցին անգամ նրա մասին պաշտոնական որևէ մի հաղորդագրություն։ Այ այսպիսի մենք
ճղճին, հա մանր բաների մեջ ենք խառնված։ Բայց իմ տպավորությամբ Արա Աբրահամյանը ճշնամաբար չէր վերաբերվում ներկայիս իշխանությանը եւ Չունի էլ այդպիսի վերաբերում։ համագործակցության եւ այլն Հիմա էլ նույն վերաբերմունքն է, բայց որովհետեւ հնարավոր է, ես տենց եմ հասկանում, թե չէ այլ կերպ ինչին էր պետք, էլ պաշտոնական իրենց սայթերը եւ ոչ պաշտոնական իրենց սայթերը, միեսի ինչ գիտեմ ինչեր արեցին, իջան են որ ասում են պլինտուսի մակարդակից ավելի ցածր, էլ ընտանիքի մասին, չգիտես ինչ, բասասազում է մեր ժողովրդին։ Նա մեր հայրենակիցն է, եկել է ինչ որ ուզում է գործ անել։ Չեք ուզում, ասեք գիտեք ինչ, մենք չենք ուզում որ դուք այստեղ լինեք, բայց այդ դեպքում կներեք, հարցրեք մեր ժողովրդին, նա ուզում է թե չէ։ Բայց Սերժ Սարգսյանն ասեց, խնդրեմ, пожалуйста, вперед եւ այլն Դե հիմա տեսնենք։ Եվ եթե Արա Աբրահամյանի մասին է խոսքը, նա պետք է վերցնի ձեր կուսակցությունը, պետք է վերցնի, չգիտեմ, ՕԵԿ-ը, թե նա պետք է մենք իր չենք որ մեզ վերցնենք, կամ չվերցնենք։ Ներեցեք կոպիտ երևի արտահայտվեց։ Օգտագործի կամ չգիտեմ։ Ոչ էլ օգտագործի, ոչ այդպեսի բան չկա։ Ինքը իրոք եկավ մեր կուսակցության գրասենյակ, հանդիպեց մեր քաղաքական խորհրդի անդամների հետ եւ մտավորականների խորհրդի նաեւ ներկայացուցիչների հետ։ Մենք երկկողմ ունենք հետաքրքրություն մեկս մյուսի նկատմամբ։ Մի բան է, որ ես համաշխարհային հայկական կոնգրեսի առաջի փոխնախագահն եմ, մյուս բանը, որ ես դեմոկրատական կուսակցության նախագահն եմ եւ դա տարանջատված է եղել միշտ այս տարիներին, երբևիցե ես իմ քաղաքական գործունեությունը չեմ նույնացրել հասարակականի եւ հակառակ։ Հիմա իրոք նա ծանոթացավ, իրեն հետ հանդիպեցին, շատ անկաշկանդ հիանալի հետարքիր զրույց անցավ եւ իրեն շատ դուր եկավ եւ մեր ժողովուրդը, որը հնարավորություն ստացավ շատ հարցեր տալ եւ բարձաբանել իր դիրքորոշումները։ Ոնց կվարվի։ Կտեսնենք ապագայում, այսինքն այն առումով, երբ որ ծրագիրը պատրաստ կլինի, ինչպես ինքն է ասել, եւ այդ ծրագրով ինքը հանդես կգա։ Եթե այդ ծրագիրը համահունչ կլինի նաև մեր գաղափարախոսությանը եւ մեր պատկերացումներին, իհարկե մենք կհամագործակցենք։ Ինչ ձևով, այդ արդեն մենք կորոշենք իրար հետ։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Սիրելի բարեկամներ, իմ զրուցակիցն էր Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։ Մենք վաղ նորից կհանդիպենք, ցտեսություն։